Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է ձերբակալվել։ Նախորդին էր Պաշտպանության նախարարությունը հաստատել ողբերգական լուրը, որ զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Ըստ լրատվամիջոցների զինվորը մահացել է մեկ այլ զինծառայողի կրակոցից։ 19 տարեկան մահացածը Աբովյան քաղաքից էր։ Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնությունը։ Facebook-ի իր էջում հայտարարել է հենց Աննա Հակոբյանը և նշել, որ լքում է կառավարական առանձնատունը։ Երևի արդեն լքել է, քանի որ տեսանյութում նա որպես այդ օրվա ամսաթիվ նշում է փետրվարի 25-ը։ Հեռանալուց առաջ Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրենը անհրաժեշտ է համարել մի քանի կետի մասին տեղեկացնել հանրությանը։ Փաստ առաջին ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնվել է դեռ շենքը կառուցման ճանապարհին է, հետևաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Իմ քարտի ընկագումար Իմ քայլը հիմնադրամի աշխատավարձից եւ եկամտային հարկի վերադարձից կուտակված գումար, դա հիշում եմ, որովհետեւ ամեն անգամ բացելիս երևում է 5 միլիոն դրամ։ Կարծում եմ ինձ բավարար է ապրելու համար։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն, այնպես որ եթե Երևանի փողոցներում ես տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանաք եւ խնդրում եմ նաեւ չվիրավորեք, որովհետեւ անցած մոտ 8 տարվա ընթացքում եւ զբաղարար չափով վիրավորան։ Աննա Հակոբյանը նաև հայտնել է, որ ցանկություն ունի շարունակել աշխատել որպես Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետև իր խոսքով դա վարձու աշխատանք է, ինչն իրեն շատ է պետք։ Դատելով երեկվա հակակոռուպցիոն կոմիտեի եւ լրագրողի միջև տեղի ունեցած հարցը պատասխանից չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվեմ որպես Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն։ Այնուհետև Աննա Հակոբյանը ցուցադրել է իր զարդերն ու այլ արարողակարգային նվերներ, նշելով, որ դրանք հանձնում է պետությանը։ Կառավարական ամառանոցին հրաժեշտի տեսանյութի ավարտին նաև վստահեցրել է, որ երևացող տուփերի մեջ միայն իր անձնական իրերն են։ Չուշացավ Փաշինյանի գրառումն այս թեմայով, որը ներողություն խնդրեց նախկին քաղաքացիական կնոջից նրան դառնություն պատճառելու համար։ 38 տարի առաջ հենց այս օրը 1988-ի փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին հայ բնակչության սպանդը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով եւ ոչնչացմամբ։ 3 օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին եւ սպանվեցին բազմաթիվ մարդիկ։ Արտգործնախարարությունը Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, նշելով, որ հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով, միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման եւ երկարատև խաղաղության համար։ Իսկ ահա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է ոչ թե խաղաղության, այլ սպառնալիքի լեզվով։ Նախորդին Խոջալույի կեղծ ցեղասպանության զոհերի հուշարձանի բացման առիթով նա բառացի հայտարարել է, ով մեր կամքին դեմ գնա, նրա գլուխը կջախջախվի։ Նրա պարտադրանքով տարբեր ընկերությունների աշխատակազմեր այցելում են Սումգայիթյան վայրագությունների հնչեղությանը հակազդելու նպատակով կանգնեցված այդ հուշարձանին։ Սաստիկ բքի պատճառով փակ է Հայաստան-Իրան մայրուղին ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությամբ Սիսիանի Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Նշվում է, որ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են մաքրման եւ աղ ավազով մշակման աշխատանքները։ Ձնաբքի եւ ցածր տեսանելիության պատճառով Վրաստանը եւս ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկը։ Խոսքը վերաբերում է Նինոցմինդա-Բավրա անցակետին։ Երևանում այսօր մեկնարկում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որը կտևի մինչև մարտի 5-ը։ Ամենամեծ պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանը 27 մարզիկ։ Ամենախոշոր թիմերի թվում են նաև Ուկրաինան 25, Ռուսաստանը 20, Գերմանիան 17, Իսպանիան եւ Թուրքիան 14-ական եւ այլն։ Ընդհանուր առմամբ առաջնության շրջանակում կխաղարկվի 15 մեդալների հավաքածու։ Մրցումների ծրագրում ընդգրկված են 10 մետր հեռավորությունից ատրճանակով, հրացանով եւ շարժվող թիրախով հրաձգություն։ Մրցաշարի պաշտոնական թալիսմանը հայկական լուսանն է, լուսան անունով, որը խորհրդանշում է ուժը, ճշգրտությունը եւ ազգային բնավորությունը։ Կազմակերպիչները ակնկալում են բարձր մրցակցություն եւ դիտարժան պայքար մեդալների համար մրցումային բոլոր օրերին։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։